Ես 32 տարի Ստեփանակերտի թատրոնի եւ ռեժիսորն եմ եղել եւ տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար։ Գնացել եմ Շուշի 13 տարի, ստեղծել նոր թատրոն, 13 տարի պահել, իսկ մեր սիրելի պատերազմի հրահրողները այդ ամբողջը զրոյացրին, հանձնեցին, տվեցին ամբողջ մեր ունեցած մշակույթն էլ, թատրոններն էլ, մեր ամբողջ կյանքն էլ։ Հետո էլ արդեն այն ստացած այն չնչին գումարը, որ իբր թե պետականորեն տրված էր, այդ էլ հետ վերցրին։ Ինչի չգիտեմ։ Այո, իմ թոշակի հետ, որովհետև ես կոչում ունեմ։ Հիմա այդ կոչումը չունեմ։ Կամ ինձանից խլել են, որը իրավունք չունեն, որը իրենք չեն տվել, որի համար ես 55 տարի ծառայել եմ իմ հայրենիքին, իմ ազգին, իմ ժողովրդին։ Գյումրի տարբեր թատրոններ, Վանաձոր, Արցախ, ամենտեղ, որտեղ կարողացել եմ։ Երևան, ես մասնագիտություն հիմա արդեն չունեմ, չգիտեմ ով եմ։ Ես 55 տարի եղել եմ ռեժիսոր, որովհետև Արցախ այն ժամանակ Հայաստան էր, եւ էլի Հայաստան է։ Ես Հայաստանի քաղաքացի էի Արցախում եւ այստեղ։ Հիմա այսպես մոտից կախված վիճակ է, բալես։ Ես ստեղից եմ ծնունդով, բայց ես Շուշիից եմ եկել։ Իսկ 40 տարի ապրել եմ Ղարաբաղում։ Շուշին որ ընկավ, այ հենց այդ ժամանակ։ Հոկտեմբերի 31-ին եմ դուրս եկել։ Ընտանիքով։ Հա։ Աշխատանք բան չկա, ինչու՞։ Չէ, աշխատանք, թոշակ, որի 40 հազարն էլ այս մեր սիրելի պետությունը ինձանից վերցրել է, իմ պատվո վճարը։ Այդ դա թող Հայդար գրի։ Ես ոչ եկամուտ ունեմ, ոչ տեղ ունեմ, ես օդում կախված մարդ եմ։ Ես ոչ Արցախից եմ, ոչ Հայաստանից եմ, օդում կախված։ Ես չգիտեմ այդ ինչ հայտարարագիր է կամ իմ հայտարարագիրը է ամբողջը։ Ինչ հայտարարագիր։ Ես սա հայտարարագիր եմ Սամվել Մուրադյանի Շիրազի անտիպ գրքերի հրատարակությունն է 5-րդ հատորը ես նոր եղել եմ այդ բանի գրքի շնորհանդեսին նվեր եմ ստացել։ Թող այն թալանչիները, որոնք անընդհատ հապրում են ու իրանց կշտանալիք չկա, թող դրանք հայտարարագիր տանել տեսնենք։ Ինչ հայտարարագրի մասին է, սովորական մարդը ինչ պետք է հայտարարագրի։ Դու բալա ջան, վտանգը արդեն վզներից փաթաթված է, ինչ պետք է մտածենք, ես ինչ գիտեմ։ Վտանգը միշտ էլ եղել է։ Ամենավատն է, որ վտանգին մենք անտարբեր ենք։ Ես իմ արել է իրար հարցնենք, ինչի ենք անտարբեր, չգիտեմ։ Մենակ Սյունիքը չէ։ Ամբողջ հայության գլխին է կախված, մենք ուշքի չենք գալիս։ Դրանք պադար մեզնից պոգվող կդորներ են, դա չի, այդ անում են աստիճանաբար, հասկանում եք, աստիճանաբար, դե ամբողջ Արցախը, որ շպրտվեց, շան բերան, հիմա արդեն Սյունիքի վրա են, Սյունիքից առաջ արդեն ջերմուկը բան չարվեց, այդ ամբողջը արդեն արվել է, չէ, մենք տեսնում ես, դա ոչ թե ես մտածում եմ, դա արդեն տիեզերքում գրված, տրված է, դա հիմնադրվել է Լևոն Քոր-Պետրոսյանից սկսած, մինչև հիմա սրանից հետո ինչ կլինի, ես չգիտեմ։ Առաջին վայրկյանից այդ Լևոնը, երբ որ դուրս է եկել 88 թվին, անմիջապես իմ ներսը դա ասել է, չգիտեմ դա ինչից է։ Արգահատելի տիպ իր այդ մաներաներով բանով, բայց ժողովուրդը բանի նման էլի, վիշապի նման նապաստակավոր է մտնում երախա, այդպես մենք մտել ենք այդ երախը ու դուրս չենք գալիս։ Դա շարունակական ծրագիր է։ Նույնիսկ տասնամյակներ, նույնիսկ ես չեմ վախեն ասել, 100-ամյակներ մտածած։ Չէ որ մեր եղերնը հիմիկվանից չի սկսվել է։ Հիմա լրիվ պարզ է, չէ որ 1017-րդ դարից սկսած, դրանից էլ առաջ, ռուսական այդ պետության լծի տակ, այդ ամբողջը շարունակվել ու շարունակվում է։ Իսկ մենք հələ հիմա նորից էլի չոքում ենք, թե ռուսը կամ այսը, դու քեզ որ չես բրկում։ Ռուսը ով է, թուրքը ով է, Ալիևը ում շունն է, բալես, եթե ստեղ ինքը չունենար իրեն նման շներ, ինքը չեր հաչի։ Ալիևը ում շունն է, ով է եղել։ Այդ
ընդացին մեկը, որը ծագում էլ չունի, դարձել ենք անտարբեր, իրար նկատմամբ սեր չունենք, կամ մտածողություն էլ չունենք, թե ինչ որ բան կարող ենք փոխել, չգիտեմ։ Դա